Սան Դիեգոյի փողոցներում գործել է թմրանյութերի հսկա շուկա, այն եղել է Քրիպս ավազակախմբի վերահսկողության տակ։ Նրանք վաճառել են կոկայնի հիմքով թմրանյութ, շուկան գործել է Իմպերիալ պողոտայում, դաշնային կառույցների մասնակցությամբ իրականացված գործողությանը մասնակցել է 350-ից ավելի աշխատակից, նրանք խուզարկել են 21 տուն և ավտոմեքենաներ։ Ձերբակալվել է 28 հոգի, 2 կասկածյալ դեռ թաքնվում է։ Հետաքննությունը սկսվել էր 2024 թվականին, խումբը իրականացրել է թմրանյութերի վաճառք։ Նրանց նաև բռնության դեպքեր են վերագրվում։ Շուկան ծառայել է որպես մանրածախ և մեծածախ կետ, իսկ իրականում գործել է թմրավաճառության մի ամբողջ ցանց ամբողջ քաղաքում։ Հետաքննության տվյալներով շուկայում շաբաթական վաճառվել է 20 ֆունտ կոկային, դրա արժեքը կազմել է $550,000։ Իրավապահները առգրավել են 11 ֆունտ կոկային, նրանք գտել են նաև գումար և զենք, հանցագործներն ունեցել են հարուստ քրեական անցյալ։ Ձերբակալվածներից 22-ը ունեցել են դատվածություն, նրանց մեծ մասը զբաղվել է թմրանյութերի վաճառքով։ Խմբի առաջնորդներից մեկը նախկինում դատապարտված է եղել սպանության համար։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Ջրհեղեղ Կալիֆոռնիայի փողոցներում ինչ պետք է անել փոխհատուցում ստանալու համար։ Մաքսային պատերազմ ԱՄՆ-ի և Բրազիլիայի միջև, արդյոք սուրճը կթանկանա։ Ողբերգություն Կալիֆոռնիայում, երկամյա երեխան մահացել է ատրճանակի կրակոցից։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Անսպասելի ջրհեղեղը Վեսթ Հոլիվուդի փողոցները վերածել է գետերի։ Լոս Անջելեսում տեղի ունեցած հեղեղի պատճառ է դարձել խողովակի վնասումը։ Ջուրը լցվել է շենքերի նկուղները, տասնյակ ավտոմեքենաներ մնացել են ջրի տակ։ Ջրի ուժեղ հոսքը քանդել է մայթը, առնվազն 2 մարդ է վնասվել առաջացած հսկա փոստն ընկնելու պատճառով։ Տրանսպորտը մեծ խնդիրներ է ունեցել, ջուրը լցվել է ավտոբուսների կայանատեղիներ։ Վթարի վայր է հասել քաղաքապետ Բասը, նա նշել է, սա հին ենթակառուցվածքների խնդիր է եղել։ Վնասված 36 դյույմանոց ջրատարը կառուցվել էր 1916 թվականին։ LADWP տնօրենի խոսքով ջրամատակարարման լուրջ խաթարումներ չեն եղել։ Խմելու ջուրը մնացել է անվտանգ, վթարից մի քանի ժամ անց վտանգն արդեն հիմնականում չեզոքացված էր։ Մասսայական տարհանման կարիք չի եղել, սակայն հեղեղված որոշ հատվածներ երկար ժամանակ մնում էին դժվարանցանելի։ Տուժածները պետք է դիմեն ապահովագրական ընկերություններին, պետք է դիմել նաև LADWP-ին։ Ապահովագրական գործակալների խոսքով փոխհատուցման չափը կախված է լինելու հայտը ներկայացնողի ապահովագրական փաթեթից։ Տուժածները պետք է հավաքեն վնասի մասին փաստաթղթերը, ներկայացնեն լուսանկարներ ու տեսանյութեր։ Բնակիչները դիմումները պետք է ներկայացնեն 6 ամսվա ընթացքում։ Ջրհեղեղը շարունակում է պատուհասել Թեքսասը, մարդիկ ստիպված են լքել իրենց տները։ Արդեն հաստատվել է մահվան 1 դեպք, ավելի քան 70 մարդ արդեն փրկվել է։ Փրկարարները կարողացել են նավակներով դուրս բերել արգելափակված մարդկանց։ Յուվալդե քաղաքի բնակիչները մնացել են մեկուսացված, քանի որ հեղեղի պատճառով փակվել են ճանապարհները։ Ազգային եղանակային ծառայությունը զգուշացրել է նոր հեղեղի վտանգի մասին։ Տեղումները եղել են չափազանց առատ, Գվադալուպե գետը բարարել է շատ արագ։ Որոշ հատվածներում նրա ջրի մակարդակը բարձրացել է 32 ոտնաչափով։ Նոր հեղեղներից տուժած տարածքներում շատ բիզնեսներ դեռ չէին հասցրել վերականգնվել անցյալ տարվա հեղեղումների վնասներից։ Այժմ նրանք ստիպված կլինեն լրացուցիչ մեծ ծախսեր կատարել նոր հեղեղի հետևանքները վերացնելու համար։ Եղանակային պայմանները շարունակում են մնալ լարված, տասնյակ նահանգներ հայտարարել են աղետի գոտի։ 6 միլիոն մարդ գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ, քաղաքացիները ստացել են հեռախոսային զգուշացումներ, իշխանությունները կոչ են արել անմիջապես տեղափոխվել բարձրադիր վայրեր։ Առավել խոցելի են Թեքսասի լեռնային շրջանները, հողը չի կարողանում արագ կլանել անձրևաջրերը, սպասվում են նոր հեղեղումներ։ Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ երկինքը, ծխի ամպերը հասել են մեծ լճերից մինչև արևելյան ափ։ Դեթրոյթում օդի որակը դարձել է աշխարհում ամենավտանգավորներից մեկը։ Տեսանելիությունը որոշ տեղերում հասել է ընդամենը կես մղոնի։ Միչիգան և Մինեսոտա նահանգների ողջ տարածքում հայտարարվել է օդի վտանգավոր տագնապ։ Թանձր ծխի պատճառով Նյու Յորքում երկինքը ներկվել է նարնջագույն և դեղին։
Ծխապատված հատվածներում օդի որակը տատանվում է անառողջից մինչև վտանգավոր մակարդակների միջև։ Օդում հայտնված մանր մասնիկները թափանցում են թոքեր եւ արյունատար համակարգ եւ առաջացնում են սրտի ու թոքերի լուրջ խնդիրներ։ Մասնագետներն ահազանգում են, հրդեհները կարող են շարունակվել շաբաթներ կամ ավելի երկար։ Եթե քամու ուղղությունը չփոխվի, ծուխը նույնքան ժամանակ կշարունակի խեղդել Ամերիկայի բնակիչներին։ Արդեն սկսել են դիմակներ բաժանել եւ բացել հովացման կենտրոններ։ Պետք է օգտագործել N95 կամ KN95 դիմակներ։ Ծխահարվող տարածքների բնակիչներին փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել երկար ժամանակով դրսում գտնվելուց, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից եւ մնալ օդորակիչներով ապահովված փակ տարածքներում։ Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հյուսիսային շրջաններին, իսկ օդուժը Հորմուզում նավթ տեղափոխող նավ է վնասել։ Centcom-ը պնդում է, որ նավը չի ենթարկվել զգուշացումներին եւ փորձել է անցնել պաշարման գիծը։ Այդ պատճառով նավին հարվածել են հրթիռով։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են մի շարք նահանգների ռմբակոծման մասին։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին։ Ամերիկյան հարվածները հասել են մինչև Իրանի մայրաքաղաք Թեհրանի մերձակայքը։ Իրանի պաշտոնյաները նշում են, որ սպանվել է ավելի քան 35 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 300-ը։ Իրանի ռազմական խոսնակը կրկին սպառնացել է ԱՄՆ-ին, խոստանալով ջախջախել նրա բոլոր ենթակառուցվածքները։ Իրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը ինքը պետք է վերահսկի ու դա իր կարմիր գիծն է։ Պատերազմի պատճառով նավթի գները զգալիորեն բարձրացել են, Թրամփը սակայն մնում է լավատես, հայտարարել է, որ Իրանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել։ Ամեն դեպքում հակառակ պարբերաբար փոխադարձ հարվածներին ԱՄՆ-ն եւ Իրանը չեն հրաժարվել բանակցություններից։ Միջնորդները ջանքեր են գործադրում հերթական հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Լոս Անջելեսում բրազիլական սուրճը դեռ չի թանկանա, բայց Բրազիլիայից ներմուծվող հազարավոր ապրանքներ կթանկանան։ Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանել Բրազիլիայի ապրանքների համար։ Այս որոշումը կարող է շրջանցել Գերագույն դատարանի դիրքորոշումը, որը արգելափակում է Թրամփի նոր մաքսատուրքերը։ Ըստ նոր որոշման, Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար հուլիսի 22-ից կսահմանվի 25% մաքսատուրք։ Ցանկը կներառի շաքարը, հագուստը, պողպատը, գյուղատնտեսական տեխնիկան եւ էլեկտրական սարքավորումները։ Ցանկում չեն լինի տավարի միսը, սուրճը, մեղրը եւ չուգունը։ Բրազիլիան ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը համարել է անարդար։ Այն դրանք որակել է քաղաքական քայլ եւ սպառնացել է պատասխան մաքսատուրքեր սահմանել։ Ամերիկայի որոշումը վերաբերում է Բրազիլիայից արտահանվող 3000 ապրանքատեսակի։ Այն կազմում է երկրի արտահանման 18%-ը, մոտ 7.4 միլիարդ դոլար։ Բրազիլիան սկսել է նոր շուկաներ փնտրել, այժմ բանակցում է Կանադայի հետ։ Առաջիկայում սպասվում են առևտրային նոր գործարքներ, մյուս կողմից փորձագետները չեն բացառում, որ Բրազիլիայի հարցում հաջողության հասնելուց հետո Թրամփը մաքսատուրքերի բարձրացման նույն մեթոդը կկիրառի նաև այլ երկրների նկատմամբ։ Ատրճանակի կրակոցից 2 տարեկան տղա է մահացել Սան Բեռնարդինոյում, դեպքը գրանցվել է Հայլենդի բնակելի համալիրում, երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները գրանցել են նրա մահը։ Մի վկա պատմել է լրագրողներին, թե երեխան գտել է ատրճանակը եւ պատահաբար կրակել է իր վրա։ Իրավապահները դեռ չեն հաստատել այս տվյալը, դեռ ոչ ոք չի ձերբակալվել, իրավապահները դեռ հետաքննում են դեպքի հանգամանքները։ Հյուսթոնում սպանված վարորդի մեքենայում հայտնաբերված փոշին աղ է եղել, FBI-ը այն թմրանյութ էր համարել։ Ընտանիքի փաստաբանը հերքում է բյուրոյի կասկածները, տղամարդուն սպանել էին ICE գործակալները մեքենան կանգնեցնելով ճանապարհին։ Գործողությունը ուղղորդել էր FBI-ը, հայտնելով, թե մեքենայում սպիտակ փոշի կա։ Փաստաբանը պնդում է, դա ընդամենը հատիկավոր աղ է եղել եւ պահանջում է անհապաղ թեստավորել նյութը։ Հյուսթոնի գլխավոր դատախազը քննադատել է FBI-ի գործողությունները, ըստ նրա թեստի արդյունքները չեն արդարացնում մահացու ուժի կիրառումը։ Իրավապաշտպանները նույնպես մտահոգված են, նրանք կարծում են, որ իշխանությունները փորձում են մեղադրել զոհին սպանված մարդուն, ներկայացնելով որպես հանցագործ։
ԱՄՆ հիվանդանոցներում քիմիաթերապիայի դեղերի խիստ պակաս կա, բժիշկները ստիպված են փոխել հիվանդների բուժման պլանները։ Այս իրավիճակը լուրջ սպառնալիք է հիվանդների կյանքի համար, բժիշկները ստիպված են կրճատել դեղաչափերը։ Երբեմն նրանք հետաձգում են բուժման կարևոր փուլերը։ Սա բարդացնում է հիվանդների վիճակը, բժշկական հաստատությունները հայտնել են մատակարարումների լուրջ խնդիրների մասին։ Առողջապահության նախարարությունը տեղյակ է իրավիճակի մասին, դեղերի պակասի պատճառները բազմազան են։ Արտադրողները խնդիրներ ունեն արտադրության գործընթացում, որոշ գործարաններում հայտնաբերվել են որակի թերություններ, սննդի և դեղերի վարչությունը փորձում է կարգավորել մատակարարումները։ Կառավարությունը մտածում է նոր մատակարարներ ներգրավելու մասին, սակայն իրավիճակը պահանջում է արագ լուծումներ։ Հիվանդանոցները փոխանակում են իրենց ունեցած դեղերի պաշարները։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ Ռազմական օդանավերի ցածր թռիչքը խուճապ է առաջացրել Ֆլորիդայի լողափում, հանգստացողների աթոռներն ու անձրևանոցները օդ են բարձրացել։ Տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում, ԱՄՆ ռազմածովային ուժերի կապույտ հրեշտակներ թռիչքային խումբը ցուցադրական թռիչք է կատարել Ֆլորիդայի ափին։ Ինքնաթիռների հզոր օդային հոսանքը վայրկյանների ընթացքում ցրել է լողափին հանգստացողների իրերը, տուժածների մասին տվյալներ չկան։ Այս միջադեպը լայն քննարկվում է սոցիալական ցանցերում, օգտատերերը զարմանում են օդանավերի թռիչքի ցածրությունից, պատասխանատուները նշում են, որ թռիչքը եղել է պլանավորված միջոցառման մաս։ Այս թռիչքային խումբը հայտնի է իր վտանգավոր ու տպավորիչ հնարքներով, սակայն առաջին անգամ է պաշտոնապես արձանագրվում, որ նրանց օդային հնարքների պատճառով տուժեն գետնին գտնվողները։ Սննդի և դեղերի վարչությունը հաստատել է խոլեստերինը իջեցնող նոր հաբը։ Նախկինում այս դասի դեղերը եղել են միայն ներարկումների տեսքով։ Հաբի տեսքով դրա ընդունումը կարող է ավելի արդյունավետ ու անվտանգ դարձնել ճարպակալման դեմ պայքարը։ ԱՄՆ չափահասների մոտ 25%-ը ունի ճարպակալման խնդիր, այն կարող է հանգեցնել սրտային հիվանդությունների։ Կլինիկական փորձարկումները ցույց են տվել նոր դեղի բարձր արդյունավետությունը, այն նվազեցնում է խոլեստերինը մինչև 60%-ով։ Դեղի արժեքը կազմում է $10-50, 30 օրվա համար գինը $315 է։ Այս դեղը առաջիկայում դեղատներ կհասնի։ Շերմանոքսի KTLA հեռուստաալիքի թղթակիցը համացանցում հիացմունքի ու գովասանքների է արժանացել անսպասելի վտանգի պահին ցուցաբերած քաջության համար։ Ուղիղ եթերի ժամանակ լրագրողուհու պարանոցին հսկայական միջատ է նստել, բայց նա չի ընդհատել ռեպորտաժը եւ շարունակել է իր աշխատանքը։ Ռեյչելը պատմում էր շոկ եղանակի մասին, հանկարծ նրա վրա մեծ միջատ է վայրեջք կատարել։ Այն սողացել է նրա պարանոցով, ապա թռել։ Ռեյչելը չի շարժվել եւ ավարտել է տեքստը։ Գործընկերները այդ տեսանյութը տարածել են X հարթակում, լրագրողը դարձել է համացանցի աստղ իր զսպվածության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ կպատմի Ամերիկայի հերթական նահանգի մասին։ Բարև ձեզ, եթե սիրում եք ծով, պատմություններ ու հարավային հյուրընկալություն, ապա հարավային Քարոլինան հենց այն նահանգներից է, որը դժվար է մոռանալ։ Այստեղ մի քանի ժամվա ճանապարհին կտեսնեք թե Ամերիկայի ամենահայտնի լողափերից մեկը, թե գաղութային քաղաքներ, թե ճահճային անտառներ։ Սկսենք այն վայրից, որտեղ ամեն տարի միլիոնավոր մարդիկ են ամառը դիմավորում՝ Միրթլ Բիչից։ Միրթլ Բիչը հարավային Քարոլինայի ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունն է։ Grand Strand-ի շուրջ 96 կիլոմետրանոց ափամերձ գոտին տարեկան ընդունում է ավելի քան 17 միլիոն այցելու, դարձնելով այն ԱՄՆ-ի ամենաայցելվող ծովափնյա հանգստավայրերից մեկը։ Այստեղ կան հարյուրավոր հյուրանոցներ, գոլֆի դաշտեր, ջրային զբոսայգիներ, ակվարիում եւ Broadway at the Beach զվարճանքի համալիրը։ Եթե Միրթլ Բիչը հարավային Քարոլինայի ամենազվարճալի կողմն է, ապա Չարլստոնը նրա հոգին է։ Սա այն քաղաքներից է, որտեղ փողոցներով քայլելիս թվում է ժամանակը դանդաղել է։ Հին առանձնատներ, քարե փողոցներ, ձիաքարշ կառքեր ու նավահանգիստ։ Ամեն անկյուն պատմություն ունի։ Չարլստոնը երկար տարիներ ճանաչվում է ԱՄՆ-ի լավագույն պատմական քաղաքներից մեկը։ Այստեղ հատկապես հայտնի են French Quarter-ը, Rainbow Row-ը, Patrice զբոսայգին, Charleston City Market-ը եւ հին նավահանգիստը։ Քաղաքը տարեկան ընդունում է մոտ 7.5 միլիոն այցելու եւ շարունակում է մնալ ամբողջ հարավի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Հաջորդ կանգառը բոլորովին այլ մթնոլորտ ունի։ Եթե Չարլստոնը պատմության մասին է, ապա Hilton Head Island-ը հանգստի, արվեստի։ Այստեղ երկնաքերեր գրեթե չկան, փոխարենը կան հեծանվային արահետներ, անտառներ, սպիտակ ավազ ու աշխարհի լավագույն գոլֆի դաշտերից մի քանիսը։ Hilton Head Island-ը տարեկան ընդունում է մոտ 2,6-ից 2,7 միլիոն այցելու։ Կղզին հայտնի է 19 կիլոմետր երկարությամբ հանրային լողափերով, ավելի քան 60 մղոն հեծանվային ուղիներով, Harbour Town Lighthouse փարոսով, դելֆինների դիտման նավարկություններով եւ համաշխարհային մակարդակի գոլֆի մրցաշարերով։ Այստեղ պահպանվել է բնության ու կառուցապատման հավասարակշռությունը։ Եթե կարծում եք, թե հարավային Կարոլինայում միայն լողափեր կան, ուրեմն ժամանակն է մտնել նրա ամենավայրի անկյուններից մեկը։ Քոնգարի ազգային պարկում ծառերի մի մասն այնքան բարձր է, որ ԱՄՆ-ի արևելյան հատվածում դրանց նմանները գրեթե չկան։ Քոնգրին ԱՄՆ-ի ամենաերիտասարդ ազգային պարկերից է, սակայն ամենայուրահատուկներից։ Այն հայտնի է հնագույն ճահճային անտառներով, հսկայական սոճիներով, ինչպես նաև Cedar Creek-ով, որտեղ այցելուները կարող են կայակավարել։ 2025 թվականին պարկն ունեցել է մոտ 290,000 այցելու, պահպանելով իր հանգիստ ու բնական մթնոլորտը։ Չարլստոն այցելող շատ զբոսաշրջիկներ կամրջով ընդամենը մի քանի րոպե անց արդեն հայտնվում են բոլորովին այլ միջավայրում։ Mount Pleasant-ը կարծես փոքրիկ ծովափնյա քաղաք լինի, բայց այստեղ են հարավային Կարոլինայի ամենահայտնի ռազմածովային թանգարաններից մեկը եւ տասնյակ զբոսայգիներ օվկիանոսի տեսարանով։ Mount Pleasant-ի գլխավոր խորհրդանիշը Patriots Point ռազմածովային թանգարանն է, որտեղ խարիսք են գցել USS Yorktown ավիակիրն ու մի շարք պատմական նավեր։ Տարածքն ամեն տարի ընդունում է մոտ 1,3 միլիոն այցելու։ Ravenel-ի կամուրջը, Shem Creek նավահանգիստն ու ծովամթերքի ռեստորանները քաղաքը դարձել են Չարլստոնի ամենահայտնի ուղղություններից մեկը։ Եթե ցանկանում եք զգալ իսկական հարավի հանգիստն ու նրբաճաշակ մթնոլորտը, ճանապարհը տանում է դեպի Beaufort։ Փողոցներում 100-ամյա կաղնիներ են, որոնց ճյուղերից կախված է իսպանական մամուռը, իսկ պատմական տներն այնքան լավ են պահպանվել, որ հաճախ դառնում են ֆիլմերի նկարահանման հրապարակներ։ Beaufort-ը հիմնադրվել է 1711 թվականին եւ ԱՄՆ-ի ամենահին քաղաքներից է։ Այստեղ կարելի է այցելել պատմական թաղամաս եւ նավարկությամբ հասնել մոտակա Sea Islands կղզիներ։ Տարածաշրջանը 2025 թվականին ընդունել է մոտ 1 միլիոն այցելու եւ շարունակում է գրավել պատմության ու բնության սիրահարներին։ Այսպիսին էր ԱՄՆ հերթական նահանգը։ Հաջորդ նահանգը պակաս հետաքրքիր չի լինելու, բաց չթողնելու համար անպայման բաժանորդագրվեք։ Դե ինչ, ավարտին մոտեցավ ոչ միայն մեր հերթական հաղորդումը, այլև հերթական աշխատանքային շաբաթը։ Ձեզ ուրախ հանգստյան օրեր, իսկ մենք կշարունակենք հետևել անցուդարձին, որ հանգստյան օրերից հետո ձեզ ներկայացնենք ամենահետաքրքիրն ու ամենակարևորը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ ժամը 5-ին։ Հաջողություն։